Այս պահին, այո, բոլորը պաշտպաններով ապահովված են։ Պարոն Հովհաննիսյան, հիմքերը կարող եք ասել, եթե Ժորժան, հիմքերը կրկնում եմ ընտրակաշառքն բարեգործում, բայց որքան որ նոր քննարկումների արդյունքում հասկացանք, նույն գործելավոճն է, ինչը որ արդեն մենք տեսել ենք ուժեղ Հայաստանի կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակից, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Կալանքի միջնորդություններից եւ որևէ մեկը ամբողջությամբ չէր բավարարվել, ունեցել էինք անգամ ամբողջությամբ, չէ, նաեւ նախորդի դրանից առաջ Արմավիրի հետ կապված ունեցել էինք նաեւ ամբողջական մերժումներ միջնորդությունների, ինչի մասին է խոսք գնում, հա, երբ որ մեր ձևով դեռևս հասարակական կազմակերպություն է եղել, բարեգործական նպատակներով հիմնված ծրագրեր են իրականացրել, զարգացման ծրագրեր, ներգրաված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Հիմա ըստ վարույթն իրականացնող մարմնի, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ։ Բասա որ պետք է ներգրավեք աշխատավարձ։ Դեռևս չգիտեմ, բայց կարծում եմ, որ նույն բանն է լինելու, այսինքն աշխատավարձները տրվող դիտարկվում են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ եւ դաշտում չէ։ Կարողանալ եք դրանք հիմնավորել, որ դրանք աշխատավարձ են եղել, այլ ոչ թե ընտրակաշառք։ Դրանք որ աշխատավարձ են եղել, կարծում եմ, որ գործի փաստական հանգամանքները արդեն իսկ հիմնավորված է, բայց մեկնաբանություն է տրվում դրան որպես ընտրակաշառք։ Ընդհանուր 14 հոգի են հակակոռուպցիոն կոմիտեից այդպես ասած։ Այս պայն այո, միջև 10։ Բոլորին դեպքում կներեք խախտամիջոց են տրվելու հիմա։ Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանմիջոց կիրավորվելու։ Ինչ խափանմիջոց, այս պայն չգիտեմ։ Քանի հոգի կա մեղադրանք։ Ոչ, մի հոգու չէ, այս պայն արդեն ունենք երկու անձի մեղադրանք։ Հիմա փաստաբանները աշխատում են, դուրս կգան կասեն։ Հոդվածը երկուսինն էլ ընտրակաշառքն է եւ բարեգործության արգելք, թե առանձին հոդվածներ։ Կա որ միայն ընտրակաշառք է, կա որ երկուսն է։ Այս պայն ավելի ինֆորմացիա տալ չեմ կարող։ Մերսի։ Շնորհակալություն։